Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ուժային կառույցների վետերաններն են։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախաձեռնած շախմատային առաջին մրցաշարն է։ Ես պետք է բարեմաղթանքի եւ ողջունի խոսքեր փոխանցեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի անունից բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն եւ թող հաղթի ուժեղագույն մարզիկ վետերանը։ Մեր համագործակցության շրջանակներում ստեղծեց հոյակապ կոլեկտիվ եւ սա մեր առաջին միջոցառումն է։ Մինչև մրցապայքարը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգում են պատերազմում զոհված զինակից ընկերների հիշատակը։ Այնուհետև պարգևատրումներ են վետերաններին մարզաշխարհում ներդրած ավանդի համար։ Նման միջոցառումները ավելի են հզորացնում, ավելի են գեղեցկացնում, ավելի նոր թափ են տալիս, զարգ են տալիս սպորտին եւ հասարակությանը եւ առողջությանը։ Խաղատախտակի դիմաց արդեն 14 թիմ է։ Արագ շախմատի կանոններով մրցում են շվեյցարական մրցակարգով 11 տուր, յուրաքանչյուր պարտիան 10 րոպե։ Պարտիաներից շատերն ավարտվում են խաղաղ ելքով։ Կան նաև փորձառու վետերաններ։ Հաղթանակից բացի նրանք կարևորում են համախմբվածությունն ու ընկերների հետ շփումը։ Մենք հանդիպում ենք մեր հին կադրերին, մեր հին ընկերներին, շատ հաճելի է։ Մեկը գնանք կամ բլոտ խաղանք, կամ նարդե նայենք, ստե կուլտուրական խաղանք։ Շատ կարևոր է։ Դա նշանակում է, որ դեռևս վետերանները չեն մոռացվել։ Եվ բոլոր դեպքերում վերաբերում են վետերանների նկատմամբ միշտ հաճելի է վետերաներին։ Կազմակերպիչների խոսքով մրցաշարի նպատակը նաև վետերանների ակտիվությունն ապահովելն է։ Գաղափարը կայանում է նրանում, որ համախմբել մեր վետերաներին եւ ինտեգրել մարզական դաշտում։ Հաշվի առնելով, որ իրենք մեծ ավանդ ունեն մարզաշխարհում եւ տարիների ընթացքում արդեն իսկ իրենց գիտելիքը մարզական պետք է նորից թարմացնենք եւ ինտեգրենք մարզական միջոցառումների ցանկում։ Առաջիկայում վետերանների համար կկազմակերպվեն նաև նոր մրցաշարեր՝ խաղան նարդի, շաշկի, նաև դարց։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։